Իրենք իհարկե որպես պոպուլիստներ, որպես այսպես սադախոսներ, ինչ արեցին, փորձեցին տարբեր կերպ մեկնաբանել Վենսի արտահայտությունները, օրինակ, այսպես Երևանից աղմկում են լրատվամիջոցները, որ Հայաստանին 11 միլիոն դոլարով վաճառել են անօդաչու սարքեր։ Իրականում, երբ որ այսպես թեկուզ մի փոքր Google-ով կամ այլ տեղեկատվական հարթակներով փորձում ես հասկանալ դա ինչ է, հա, ինքը շատ որակյալ, շատ թանկ եւ շատ դժվար պահվող, շատ բարդ օպերատորական հմտություններ պահանջող սարք է, բայց արդյոք սա պետք է Հայաստանին առավել եւս նման գնով։ Ըստ փորձագետների դա մի ամբողջ համակարգ է, ոչ թե մի քանի, այսինքն 11 միլիարդ մի համակարգ է, որը բաղկացած է 4։ Տեսեք, այո, բայց դա մեզ պետք է, եթե դա մեզ օրինակ հնարավորություն կտար, որպեսզի մենք մեր անվտանգությունը հստակ ապահովենք եւ մեր սահմանների նկատմամբ անձեռնմխելիության դեպքում դրանով որոշակի քայլեր իրականացնենք, գուցե այդ արժեքը նորմալ դիտարկվեր, բայց այդ սարքը ընդամենը հետախուզական է, այսինքն արձանագրող։ Այո։ Հա, շատ որակյալ նկարներ է տալիս եւ այդ նկարները վաղը մյուս օր կարող է Նիկոլ Փաշինյանը տնել իր Facebook-յան էջի վրա։ Բայց դա մեզ որևէ բան տալիս է մեր անվտանգության առումով, ոչ։ Եվ սա ես կարծում եմ, որ Ամերիկայի կողմից հերթական, այսպես ասած, բացի դրամական առումով շատ փայլուն գործարք էր, նաեւ մեսիջ էր։ Եվ այս մեսիջի մեջ պարունակում էր հետեւյալը. Տարաջան, տարածաշրջանում ինչ էր տեղի ունենա, դու հանգիստ քո տեղը վերենգի, դու մաքսիմում կարող ես դա արձանագրել եւ այդ նկարներն ուղարկել մեզ։ Մենք էլ կորոշենք ինչ կանենք։ Կամ մի քանի տարի հետո նորից կգնանք մեկ այլ ծիծեռնակաբերդում պսակ կտնենք ձեր ժողովրդի հիշատակին, կամ օրինակ կզանգենք Ալիևին կխնդրենք, որ ավելի մեղմ վարվի ձեզ հետ։ Այսինքն սա մոտավորապես այդ մեսիջն էր, որ դուք ինքներդ որպես այդպեսին մի փորձեք համաշխարհային զինանոցից ինչ-որ բաներ ձեռք բերել, մենք կգտնենք ձեզ ինչ է պետք եւ ձեզ դա ավելի շուտ կվաճառենք, ոչ թե կտրամադրենք։ Այսինքն սա ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը, քանի Հայաստանի կառավարիչն է, Հայաստանը որևէ կերպ, որևէ տեղ չի կարողանալու ինքնուրույն իր անվտանգության հարցը լուծել, բայց միևնույն ժամանակ սա հստակ անվտանգության երաշխիք չէր։